Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք առավոտի ջրբաժան նախագիծը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականացման մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է ընտրություններում առաջին համարի տակ հանդես եկող ռեֆորմիստների կուսակցության վարչապետի տեխնացու գեներալ լեյտենանտ Վաղար Շաքարությունյանը, շնորհակալություն պարոն Հարությունյան։ Դե շնորհակալություն։ Ձեր կուսակցությունը, այսինքն այն կուսակցությունը, որով դուք հանդես եք գալիս, կոչվում է ռեֆորմիստների։ Հետևաբար դուք ռեֆորմների, բարեփոխումների արդիականացման կողմնակից եք։ Ինչը Հայաստանում առաջին հերթին պետք է ռեֆորմի ենթարկվի։ Մեր նորագույն պատմությունը ցույց է տվել հետևել բան։ Մենք արդեն կարող ենք եզրակացություն անել որոշ հիմնական մեր երկու ուղղություն՝ անվտանգություն, տնտեսություն։ Անվտանգության տեսանկյունից եւ մեր առաջի կետը մեր ծրագրային դրույթների վերաբերվում է այս փոփոխվող աշխարհում ձևավորել ազգային անվտանգության հայեցակարգ։ Ափսոս մենք մինչև այսօր չունենք այդպիսի հայեցակարգ, որը ուժի մեջ մտցրած է։ Առաջինը մենք ընդունել ենք 2007 թվին, ինքը գործել է, ուժի մեջ է մտցված եղել նախագահի հրամանագրով, դրանից հետո այնտեղ կետ էր, որ ինքը 15 թվին պետքա վերանայվի, 2015 թվին, բայց չի վերանայվել։ Բայց 20 թվականին ինչ-որ բան հրապարակվեց, հա, տանկանոն, շատ ճիշտ եք ասում։ 20 թվականին ձևավորվեց մի հատ փաստաթուղթ, բայց ինքը ուժի մեջ չի մտցվել։ Դե որպեսզի պատկերացնենք, անվտանգությունը եւ հայեցակարգը դա փաստաթուղթ չի, դա համակարգ է, դի համակարգ ձևավորես։ Կարճ ասեմ, դա ինչ է։ Ինքը պատասխանում է հետեւյալ հարցերին, հայեցակարգը. պետության շահերը, սպառնալիքները եւ դրա չեզոքացման ձևերը։ Դրանից հետո, երբ որ դու մշակում ես դա, այստեղ պետք է աշխատի պետական ապարատը, պետքա պաշտպանության նախարարություն, հետախուզություն, տնտեսություն, դեմոգրաֆիայի խնդիրները, բոլոր ոլորտները պետության, որտեղ որ կան սպառնալիքներ եւ պետք է դա չեզոքացնել։ Ամբողջ պետական ապարատը, նաեւ գիտնականները, որպեսզի դա հիմնված լինի ոչ թե ասենք թե միայն անկալման կամ ինֆորմացիայի, նաեւ պետք է խորը օրենքների հիմնավորվի դա լինի։ Դրանից հետո, երբ որ դա կազմվում է, պետք է հրամանագրով մեր պարագայում, վարչապետի հրամանագրով, պետք է խնդիր դրվի նախարարություններին, որպեսզի իրանք մշակեն դոկտրին այդ հայեցակարգի հիման վրա, ասենք թե արտաքին քաղաքականության դոկտրին, ռազմական դոկտրինը մեր 2007 թվի է, ընդունվել է այն ժամանակ, արտաքին քաղաքականության դոկտրին տեղակել չեմ չկա, պետք է դրա հիման վրա, երբ որ կողմնորոշվում է, որտեղից է սպառնալիքը, ոնց ենք չեզոքացնում, եւ ամեն մի նախարարություն եւ ստորաբաժանում, ասենք թե ինքը իրականացնում է դոկտրինի հիման վրա արդեն նախարարները իրանց հրամաններով մտցնում են դա ուժի մեջ եւ ստացվում է ճանապարհային քարտեզ, ամբողջ պետական մեխանիզմը աշխատում է եւ կոորդինացվում է այդ ոլորտում ինչ են անում, ոնց են անում։ Սպառնալիք ասում եք, որտեղից է սպառնալիքը։ Ինձ թվում է պարզ է, Թուրքիայից եւ Ադրբեջանից, բայց ներկայիս իշխանությունը եւ շատերը ասում են, որ սպառնալիքը Ռուսաստանից է օրինակ։ Ոչ։ Գիտեք ինչ, այդ փաստաթղթի բացակայությունը բերում այսպիսի մոտեցումների։ Ասենք թե հիմա ասում են, որ մենք ունենք հիբրիդային պատերազմ Ռուսաստանի կողմից։ Նու պետք է հիմնավորես մեկ, ում ինչի հիման վրա այդպիսի եզրակացություն արվել, դա երկուս։ Եթե այդպես է, սպառնալիք կա, ապա դու պիտի չեզոքացնես, ինչ ձև, դու պիտի ասենք թե դուրս գաս տարբեր պայմանագրերից։ Մենք ունենք, ասում, գրադացիան հարաբերություններ միջպետական, դա հակամարտություն, պետությունը, որտեղ հակամարտություն կա, երկրորդը դա համագործակցություն, երրորդը գործընկերություն եւ ամենաբարձրը, որը տալիս է նաեւ երաշխիք անվտանգության, դա դաշնակցային հարաբերություններ են։ Այսօր դե ֆակտո մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ մի քանի պետությունների հետ ունենք ռազմավարական համագործակցություն։ Սա է, եւ այստեղ
իրականությունը չի համապատասխանում ստորագրված միջպետական, որոնք իրավական ուժ ունեն փաստաթղթերի։ Այնպես որ ես դա չեմ ընկալում որպես լրջագույն մոտեցում։ Դա պետք է նշվի նաև այդ հայեցակարգում։ Իսկ հակառակը մենք ունենք, դուք շատ ճիշտ եք, համաձայն եմ դեր հետ, եւ դա ոչ թե ձեր կարծիքն է ու իմ կարծիքն է, դա հիմնավորվում է նորից գիտության, անվտանգության գիտության իման վրա։ Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ, մենք զորքերը կանգնած են սահմանում, մարտական վիճակում բերված, բալանսը խախտված է իօքուտ Ադրբեջանի այսօր, իսկ դա սպառնալիք է, նույնիսկ եթե դու ունես բարեդրացական հարաբերություններ պետության հետ, կապ չունի որ պետության, բայց բալանսը խախտված է իօքուտ այդ պետության, ապա այստեղ դա կոչվում է հնարավոր սպառնալիք։ Իսկ մեր պարագայում, երբ որ հնչում է, որ տարածքային պահանջներ է հնչում, ասում են, որ մենք ցեղասպանությունը չենք մոռանա, 18 թվականից ցեղասպանություն է եղել, Թուրքիայի գենշտաբը ասում է, որ գենշտաբի պետը ասում է, որ մենք թույլ չենք տա, որ Խոջալույի ցեղասպանությունը մոռանանք, այս ամեն ինչը տեղավորվում է մի գնահատականի մեջ։ Մենք ունենք իրանց կողմից անմիջական ռազմական սպառնալիք։ Իսկ խաղաղությունը չի հաստատվել ըստ ձեզ։ Չէ։ Մենք նույնիսկ պայմանագիր չունենք։ Եթե ունենք, մենք ունենք նախած ստորագրված, փորձում ենք տարբեր հարթությունների վրա, ասենք թե որոշ քայլերի գնալ, ասենք թե բացել կամուրջ կամ չգիտեմ ինչ որ իմ հնչում է, բայց դա առանձին էպիզոդներ է, որը չի կարելի անվանել, որ սա խաղաղություն է։ Ինչի կբերի, կյանքը ցույց կտա, բայց այս վիճակում, երբ որ ես նայում գնահատում եմ, այստեղ Թուրքիան եւ Ադրբեջանը դրել են աշխարհաքաղաքական նպատակ, առաջինը դա Մեհրիի միջանցքը Նախճիվանի հետ, որը մենք իսկ պատմությունից գիտենք, որ դա եղել է 1920 թվականից նաև Խալիլ Փաշա այդպիսի պահանջ են դրել։ Պահանջ են դրել, այո, իհարկե պահանջ է դրված։ Դա գալիս է, եւ եթե մենք ուշադրիր հետևենք 1920 թվականից ինչ է եղել, երբ որ բանակցել են Թուրքիայի հետ, մեր պատվիրակությունը հարց է դրել, որպեսզի մենք իրանք վերադարձնեն տարածքները, որ իրանք օկուպացրել են, այդ Խալիլ Փաշան ասում է, հա, մենք կարող ենք գնալ դրան, բայց դուք մեկ կապ տաք Մեհրիի հետ, Նախիջևան բանի հետ համած։ Ու ինքը հիմնավորում է ինչի, ասում է, մենք ունենք մեծ գաղափար, միավորվել մեր եղբայր ազգերի հետ, եւ մեզ պետք է ունենալ կապ, որը պիտի լինի ցամաքային կապ, եւ ամենակարևորը դա պիտի գնա մեր տարածքով։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք, եւ դա միայն դա է բացատրում, որ այո, իրանք ուզում են, եթե դες նայենք, իրանք ունեն ճանապարհ, չէ, Նախճիվանի Տիրանով, ինչ է խանգարում, բայց չէ, այստեղ խնդիրը տարբերությունը ինչու՞մ է, Իրանից իրանք հույս չունեն դա վերցնել, Հայաստանից հնարավոր է, եւ իրանք գնում են այդ ճանապարհով։ Անվտանգության առումով ինչ են քաղաքացիները, ինչ եմ ես որպես քաղաքացի ուզում իմ պետությունից։ Ես ուզում եմ իմ պետության սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխան տարածքի վրա իմ պետության ինքնիշխանությունը։ Հիմա մենք ունենք 240 քառակուսի կիլոմետր, որը զավթած է Ադրբեջանի կողմից։ Այդ ձեր կուսակցությունը կամ ձեր դաշինքը այդպիսի նպատակ դնում է, եւ եթե դնում է, ապա ինչպես կարող է իրագործել։ Հիմա դուք մի հատ հարց եք բարձրացնում, որը այո, լրջագույն հարց է, բայց այս հարցը պիտի մենք նայենք ընդհանուր կոնտեքստում։ Ընդհանուր կոնտեքստը ո՞րն է, ասենք թե մենք պարտվել ենք։ Ինչի ենք պարտվել, այստեղ էլ կան պատասխանել, որը այսօր օբյեկտիվորեն գնահատված չի։ Մենք մեղավոր ենք ման գալիս, ոնց որ պատմական միշտ եղել է, ուրիշների վրա ենք գցում, ասենք թե Ալեքսանդրոպոլի պայմանագիրը մենք ենք ստորագրել, 20000 կիլոմետր դրանով հանձնել ենք Թուրքիային, հետո գցում ենք դա մեղք ուրիշների վրա, Մոսկվայի պայմանագրի եւ բանը։ Մենք ենք դա ստորագրել։ Բայց նույնը հիմա է, ասենք թե մենք պարտվել ենք։ Ինչի ենք պարտվել։ Ես համոզված եմ, որ դա մեր մեղքով է եղել։ Մենք պատերազմին լիարժեք չենք պատրաստվել։ Եվ միայն եթե մենք նայենք ռազմական բյուջեին Ադրբեջանի
եւ Հայաստանի եղել է ժամանակահատված, որ Ադրբեջանի բյուջեն 3 միլիարդ 600 միլիոն է, որ եղել է մեր պետական բյուջեի չափ։ Հա, իսկ մեր բյուջեն եղել է 390 միլիոն։ Բյուջեն նայում ես ու տեսնում ես, ինքը պատրաստում է պատերազմի, մեր բյուջեն դրա մասին չի խոսում։ Հիմա բնական հարց կառաջանա, իսկ հնարավոր է մենք բյուջեն բերենք այդ բանի։ Հա, հնարավոր է։ Այստեղ մենք անդրադառնում ենք երկրորդ հարցի, թե ինչու մեր տնտեսությունը չի ապահովում մեր ռազմական բալանսը Ադրբեջանի հետ։ Դե որտեղ սխալ բան են կարել, ամեն ինչ թեփականաշնորհված է, պետական ոչ մի բան չկա։ Ի տարբերություն դրան Ադրբեջանը իր նավթային պաշարները պետական էր եւ 100% եկամուտի գնում էր բյուջե, որտեղից ինքը ձևավորում էր այդ ռազմական բյուջեն եւ այլ բաները։ Հիմա այս պահն է։ Հիմա ասում եք ինչ պիտի անի։ Երբ որ մենք պարտվեցինք, բնականը սկսվեց ձևավորվել նոր շփման գիծ։ Ոչ թե սա սահմանազատումը կամ սահմանագծումը, շփման գիծ։ Մենք մեղրից մինչև սոտք պարտվել ենք ու պիտի նոյեմբերի 9-ի փաստաթղթով դուրս են գալիս այնտեղից։ Նույն Քելբադ ջարը Աղդամը, որտեղ որ Ադրբեջանը չի մտել մի սանտիմետր։ Բայց մենք պայմանագրում առանց կրակոցների, այո, փաստաթղթի մեջ գրած է, որ մենք եւ սկզբունքը հետեւյալն է եղել եւ ընդհանրապես բոլոր բանակցությունների, որ այդ 7 շրջանը մենք վերադարձնում ենք։ Բայց Ղարաբաղի ստատուսի դիմաց։ Շատ լավ, ջերմուկը վերադարձնում ենք։ Չէ, հիմա ես գալիս եմ։ Ու սկսվեց ձևավորվել շփման գիծ։ Ադրբեջանը այդ պահը սկսեց օգտագործել ի օգուտ Իրան, հաշվի առնելով, որ մեր բանակը մարտունակ չի եղել այդ ժամանակ, մեծ կորուստներ են ունեցել, շփման գիզը 500 կիլոմետր ավելացել է, Ղարաբաղում այստեղ պատկերացնում եք դա, չէ՞։ Մենք կորուստներ ունենք անձնակազմի, սպայական կազմի, տեխնիկայի, եւ մենք պետք է ապահովենք անվտանգությունը։ Եվ այստեղ իրանք դա օգտագործելով առաջի փուլում փորձեցին դիրքեր լավ վերցնել, то есть ասում են, էսի շփման գիզ են ձևավորում, մեր դիրքը այստեղ պետք է լինի։ Ու այդտենց ասենք թե մտել են տարբեր հատվածներում։ Ջերմուկինը դա ուրիշ է եղել մի քիչ, որտեվ այդտեղ պատերազմ է եղել ուղակի ջերմուկինը մի քիչ ուրիշ պատմություն։ Այնտեղ շփման գծի ձևավորման բանի տակ փորձի տակ փորձել են լավ դիրքեր վերցնել։ Իսկ ջերմուկինը դա ուղակի ռազմական գործողություններ էր։ Հիմա Այնտեղից պետք է դուրս գան։ Ադրբեջանական զորքը պետք է դուրս գան։ Անպայման պետք է դուրս գան։ Ինչպես։ Սահմանազատում չեմ հավատում։ Չէ, հիմա տեսեք ինչ է։ Հիմքում անվտանգության բալանսը պետք է լինի։ Եթե իրանք զգում են իրանց ուժեղ, իրանք միանշանակ փորձելու են նույնիսկ այդ սահմանազատման ընթացքում վերցնել դիրքեր, որը իրանց ձեռ է տալիս։ Իսկ դա ո՞նց են անելու։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր սահմանները Ադրբեջանի հետ սովետական միության ժամանակ մի քանի անգամ է փոխվել։ 3-4, 26-ի 1926 թվականի սահմանները, հետո տարբեր ժամանակահատված 72, 91, իրանք փորձելու են, այսպես մաս անցկացնեն սահմանազատումը, ու տակը դնեն այն քարտեզը, որը իրանց ձեռ է տալիս։ Իսկ սկզբունքը ոնց է, ինչպես պետք է անել։ Պետք է ընդունվի մի քարտեզ, բարձ այստեղ մենք պետք է աշխատենք, որ լինի քարտեզ, որը մեր շահերից է բխում, այն քարտեզը, որը իօգուտ մեզ է։ Ընդունվում է որպես կոնցեպտ դա, եւ դրանից հետո քարտեզի վրա գծվում է սահմանը ու հետո սկսում է արդեն հենց հողի վրա անցկացնել։ Խնդիրը հիմա այդ սկզբունքը, որ մշակվում է, թե ինչպես անցկացնել սահմանազատում, սահմանագծում, ընդունվի հիմքում բանակցությունների արդյունքում այն քարտեզը, որը մեզ ձեռ է տալիս։ Դա մեկ։ Մյուսը, ասենք թե կան տեղեր, որը այդ ընթացքում չեն փոխվել։ Պիտի դա առանձնացնես եւ հիմա անցկացնես այդ սահմանազատումը։ Այն ինչ որ կասկած չի առաջացնում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի միջև։ Մյուս ասեցի ինչ դեպան է։ Հիմա միանշանակ Ադրբեջանը ունենալով այսօր առավելություն, նույնիսկ հիմա եթե մենք նայում ենք իրանց ռազմական ծախսերը ու մեր ռազմական ծախսերը նույն ձևի չի համապատասխանում, որպեսզի ապահովես բալանսը։ Իսկ եթե բալանսը չես ապահովում, ապա դու ընկնում ես վիճակի մեջ, երբ որ ինքը քեզ թել է դրում, այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք։ Անկլավները
Ես երբ որ Փաշինյանը ասում է, որ սահմանազատման արդյունքում Տիգրանաշենի հարցը կարող է լուծվել, ես սկսում եմ անհանգստանալ, որովհետև ինչ որ տարբերակ կա, ենթադրենք մենք Արցախաշենը հետ ենք վերցնում, տալիս ենք Տիգրանաշենը, բայց դրանք հավասար բաներ չեն։ Տիգրանաշենը գտնվում է մեր ճանապարհի վրա եւ նրանով նրանք կարող են կտրել ընդհանրապես դեպի հարավ մեր ճանապարհը։ Այսինքն ես սկսում եմ անհանգստանալ, որ կարող է պատահել, որ հիմա դա տեղի ունենա։ Լիարժեք ճիշտ բան եք ասում եւ հասարակությանը դա մտահոգում է, բայց հիմնականում այդ ճանապարհի լուծումը այդ ամեն ինչի ապահովել բալանսն է, քո ուժը։ Դե մենք շատ լավ գիտենք, ասենք, 30 տարի մենք ապահովել ենք այդ բալանսը, որոշ ժամանակներում թույլատրել ենք, բայց իրանք չէին փորձում, որտեղ իօքուտ մեզ էր 94 թվի զինադադարը։ Ես եմ այդ փաստաթղթերը պատրաստել, մասնակից եմ եղել, ու դա մի քանի փուլ է եղել, տարբեր մարդիկ են մասնակցել, ես ամբողջ այդ բան մասնակցել։ Այն ժամանակ մենք Ադրբեջանին թելադրեցինք, ինչը թելադրեցինք, իրանց առաջարկը զինադադարը, եւ շատերը չգիտեն դրա մասին, եղել է հետեւյալը, որ մեր զինված ուժերը վերադառնում են Ղարաբաղի սահմանները 88 թվի։ Այն տարածքները, որ մենք ազատագրել ենք, իրանք պիտի ստանան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 88 թվի սահմանը։ Իրանք այդ ձև են մտածել, ու այտենց են ստորագրել, որտեղ այնտեղ մի հատ կետ կար, որը իրանք մտածեցին, ընկալեցին, որ դա այդ է, բայց դա այտենց չի եղել։ Մենք թելադրեցինք եւ ֆիքսեցինք այն շփման գիզը, որը կա, եւ վառ օրինակը դրան իօքուտ մեզ էր բալանսը։ Հիմա իրանք են թելադրում։ Հիմա իրանք են թելադրում։ То есть հիմա մտահոգություն, Տիգրանաշեն, այլ տեղեր, ասենք, թե ջերմուկ, իհարկե դա մեր տարածքն կասկած չի առաջացնում, որտեղ կան քարտեզներ, որտեղ նույնիսկ կասկածելի չի, կա տեղեր, որ կասկածելի է։ Իրանք ասում են, չէ, այս թվին մերն ա եղել, հետո։ То есть սա այլ գործընթաց է, սահմանազատման, բայց այդ սահմանազատման գործընթացը կգնա այն ժամանակի օգուտ մեզ, երբ որ մենք ունենանք բալանս համապատասխան, երբ որ ուժը չի կարող։ Մագնեն Օրբետը մի հատ լավ բան ասել է մեր դիվանագիտության հաջողությունները հիմնվում են մեր բանակի հզորության։ Դա փաստ ակնհայտ։ Դա փաստ է։ Էդի մենք պիտի միշտ հիշենք, ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի, արյունով գրած խոսքեր են դրան։ Եվ մեր հիմա մեր հասարակության, մեր քաղաքական էլիտայի, իշխանության նպատակը պիտի լինի դա։ Իսկ դա ոնց են անելու։ Այն ինչ որ ես ասի մեր առաջի կետը ազգային անվտանգության հայացակարգ։ Դա նաև ինչա թույլ տալիս։ Դա թույլ է տալիս, ավելի ճիշտ, ինչա ապահովում։ Երբ որ դա մշակված կա, դա ասում է պետության շահերի մասին։ Իսկ եթե դա չկա, ամեն մեկը ունենալով իր առանձին մոտեցումը, նախասիրությունը, կամ էլ ճնշման մեխանիզմներ, ժամանակակից քաղաքականության մեջ, միջպետական, միշտ կա ճնշում, սպառնալիք, որպեսզի մարդը չփոխի գիծը պետության, վեկտորը չփոխի պետության եւ ժողովրդի շահերի դեմ, այդ փաստաթուղթը պիտի լինի հաստատված եւ ինքը պիտի աշխատի, որպեսզի լինի ինստիտուցիոնալ, ոչ թե անձնական։ Մեր թեման արդիականացումն է եւ ներկայիս իշխանությունը ինչ է ասում, որ Ռուսաստանը խոչընդոտում է մեր արդիականացմանը, այդ թվում նաեւ ռազմական, եւ քաղաքական եւ ժողովրդավարության բոլոր տեսակի տնտեսական։ Իսկ արևմուտքը, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները նպաստում են մեր արդիականացմանը։ Համաձայն եք թե չէ։ Ոչ, համաձայն չեմ։ Սա ես կարող եմ գնահատել որպես նախընտրական կամ այլ պատճառները ինձ համար պարզ են, ինչա։ Ուրեմն այստեղ կա օբյեկտիվ նաև պրոբլեմ, որը եղավ պատերազմից հետո, մենք ունեցել ենք լրջագույն ծրագիր մեր բանակ արդիականացնելու։ Ես եմ եղել հանձնաժողովի նախագահ։ Երբ էր դա։ Այդ 20 թվին։ 20 թվին։ Եվ ես այդ բաները արել եմ։ Հիմա ես կասեմ, մենք ես Շոյգուի հետ պայմանավորվել եմ,
նույն այդ 20 նոյեմբերի 25-ը որ եկել է, ես ասել եմ, որ կա խնդիր Այդ ժամանակ նախարար եք։ Այո, ես արդեն 20 նոյեմբերի 25-ին նշանակված է։ Իրան ասեցի, որ խնդիր կա վերականգնել բանակի մարտունակությունը, դա համար մեկ խնդիրն է, իմ որպես նախարարի եւ բնականը պետության։ Որտեվ մարտնչումը եւ բանակի մարտունակությունը դա միայն նախարարի խնդիրը չէ, պետության խնդիրն է, որտեվ պատերազմում պետությունը, մեր մոտ միջև հիմա շփոթում են դա։ Եվ իր հետ պայմանավորվեցի։ Ինք ասեց շատ լավ, ես ամեն ինչով կաջակցեմ, եւ մենք ուղարկեցինք պատվիրակություն մեր գենշտաբից Մոսկվա, իրանք այդեն աշխատեցին, հետո եկավ մեծ պատվիրակություն, մոտ 35-40 հոգի Ռուսաստանի գենշտաբից, բարձրաստիճան բոլոր ուղղություններով, բոլոր զորատեսակների կողմից, եւ այդպիսի մի 6 ամսվա ընթացքում մենք ձևավորեցինք ծրագիր բանակի մարտունակության վերականգնման։ Այնտեղ լիքը բաներ կա, որ ասենք թե Ռուսաստանը պետք է մեզ զենք տար։ Բանակի իր ունեցվածքից ռուսական։ Մի մասը մենք պատվիրում ենք բաներում Ռուսաստանի գործարաններում։ Ոչ մշակված է հստակ։ Մեր բանակի կառուցվածքը ժամանակակից իր մոտեցումներով ժամանակակից պատերազմների դե բարձր այն փորձը որ ունեցել է Ռուսաստանը։ Մեր մոտ այդպիսի ինստիտուտներ չկա։ Ամենակարևորը ես բաց ասում եմ, ես որ ես փորձեցի ասենք ուսումնասիրել վիճակը, պատերազմի մեր անցած ինչ ա եղել, ոնց ա եղել, պրոբլեմ ա եղել։ Մենք մասնագետներ շատ քիչ ունենք։ Ինչու այդ ծրագրերը չիրականացան։ Չէ, հիմա մեկ էտի ստորագրեցին եւ վարչապետը, ես իրան ինքն էլ բնական նայեց, ասեցի ինչ լավ ծրագիր է։ Եղել է դա այդպես։ Դրանից հետո երբ որ սկսվեց պատերազմը Ուկրաինայի հետ, Ուկրաինայի հետ, դա պրոբլեմ առաջացավ, որտեվ դու շատ լավ հասկանում եք, որ Ռուսաստանը մտածում է դա կարճաժամկետ պատերազմ կլինի, չի լինի այդպես այդ մասշտաբները, եւ այդտեղ առաջացավ լրջագույն պակաս տեխնիկա է։ Եվ այդ պահի ժամանակ այդի հարցերը որ կային, ասենք որ Ռուսաստանը պետք է ապահովի, ինքը այդ պահին չկարողացավ։ Դա օբյեկտիվ պատճառ է եղել։ Հետևաբար ճիշտ են ասում, որ Ռուսաստանի վրա չի կարելի հույս դնել։ Չէ, հասկանալի է այդ պահին, բայց այդտեղ հա կա բաներ, բայց այն ինչ որ մենք ասենք թե զինատեսակներ են առնում այլ տեղերից, դա նորմալ երևույթ է։ Դա ոչ մի բան չի, ասենք թե հնդկական կամ ֆրանսիական, հա, այստեղ ռազմատեխնիկական համագործակցություն է դա։ Մենք տարանջատենք պետության անվտանգությունը մեր դաշնակիցն ով է տարածաշրջանում մեր սպառնալիքը եւ ոնց ենք դա կանխում։ Հասկանում եք, ասենք թե Հնդկաստանի հետ մենք ունենք պայմանագրեր ռազմատեխնիկական, բայց Հնդկաստանը չի գա այստեղ եւ վերցնի պատասխանատվությունը այն դեպքում, եթե մեր բալանսը խախտված լինի, ինքը երաշխիք տա մեզ։ Իսկ ով կգա։ Այս պարագայում ոչ ոք չի գա։ Այս պարագայում դեռ մենք չունենք այդպիսի պատասխան, բայց ներողություն 22 թվականի սեպտեմբերին ներխուժեցին մեր տարածք, չէ՞։ Այո։ ՀԱՊԿ պետք է գար, Ռուսաստանը պետք է գար, չեկավ։ Դրա համար ոչ մեկի վրա հույս չենք դնում, հա։ Չէ, այդպիսի բան չի լինում։ Ասում եմ, այտենց պիտի մենք մի քիչ գլոբալ նայենք այս միջազգային հարաբերությունների, միջազգային կազմակերպությունների, այդպես օրինակ բերում եմ թարմ օրինակ Տրամպի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, երբ որ ինքը ասում է, մենք Եվրոպային չենք աջակցելու, դուք ձեր ճարը տեսեք։ Հետո ինչ, Եվրոպան դուրս եկավ կամ ինչ արեց։ Հասկանալի է, լինում են այդպես վիճակներ, դիվանագիտության խնդիրը դու պետք է հասկանաս ինչ ձևի վարվես եւ քայլել չանես, որը քեզ ընդհանրապես կվնասի։ Ասենք թե հիմա հապկից դուրս գալը ինչ է մեզ տալիս, ոչ մի բան չի տալիս։ Ինչի՞, որտեղ մենք հապկի շրջանակներում ասենք թե պատրաստել ենք 5000-ից ավել սպաներ, որ հիմնական սպաները մերոնք պատրաստված են եղել Ռուսաստանում անվճար։ Իսկ դա կազմում է միլիարդներ։ Մյուս խնդիրը զենքի գնումները, չնայած մենք Ռուսաստանից զենքը ստացել ենք անվճար։ Իսկ այդ շրջանակները մենք ստանում ենք ներքին գներով։ Մյուս խնդիրը, հիմա տեսեք։ Մենք ստանում ենք հիմա Ռուսաստանից։ Մենք Ռուսաստանից զենք ստանում ենք հիմա։ Հա, իհարկե։ Այն փուլը անցել է, հիմա Ռուսաստանը նաև ուրիշ տեղ է։ То есть ինքը
դուս է գալի։ Հիմա այս ուրիշ բան, պատերազմը ավարտվեց Ուկրաինայի, այդքան զենք, որ արտադրվել է, ուր է գնալը։ Մենք պետք է նայենք առաջ։ Մեր բյուջեն թույլ տալիս է ապահովել բալանսը։ Հասկանում եք, այստեղ պետք է հեռու նայենք։ Մյուս խնդիրը, ում շահերից է բխում, որ մենք դուրս գանք հապկից։ Եվ դա ամեն ինչ անում էին այդպիսի պատերազմից առաջ։ Ամեն ինչ անում եւ Ալիև ասում էր, ես հապկում ունեմ ավելի շատ ընկերներ, ոնց որ Հայաստան։ Հա, որտեղ իրանք աշխատել են հապկում, մենք չենք աշխատել, խնդրեմ ենք ունեցել։ Ես միտեղ հարցազրույցում ասել եմ, որ ժամանակ ա եղել, երբ որ Ռոխլինը ելույթ ունեցավ Գոսդուայում, ասեց, որ Հայաստանին զենք ենք տվել ձրի։ $1 միլիարդ։ Նիստ հետո հրավիրեց բանը, Ադրբեջանը, ու ասեց, գիտեք ինչ, ռադիոնում էր ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար ասեց դուք պետք է զենքը հետ վերցնեք հայերից դա 96-7 թիմն է ու իրան ով աջակցեց Ուկրաինան ինքը վերկացավ իրանց նախարարը ասեց այո սա ինչ բան է ԱՊՀ պետություններ ենք Ռուսաստանը զենք համատակարարում մի պետության որը կռվում է այլ ԱՊՀ պետության անդամ երկրի դեմ ով մեզ պաշտպանեց Ուզբեկիստան, Տաջիկիստան եւ այլ պետություններ։ Հետաքրքիր է։ Հա։ Հա, ես կարող եմ բառերով ասեմ ինչա, բայց չեմ ուզում, էլի։ Հա, բայց իրանք քվեարկեցին եւ հարց հանեցին, հասկանում եք։ Այստեղ հարաբերությունները միջպետական, իրանք ուրիշ բնույթ են կրում, կենցաղային չի։ Սա այո, դու հաշվում ես, ասիկա մեր դուրս գալը ձեռը տալիս Ադրբեջանին, Թուրքիային եւ ԵՏՄ-ից դուրս գալը։ Ինչի, որտեղ դու միանգամից ռազմական տանիքը կորցնում ես, իսկ տնտեսական բլոկը միշտ պետք է լինի ապահովված ռազմականով։ ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը դա կառույցներն են, որ իրար ապահովում են։ Այսինքն հնարավոր չի մի տեղից դուրս գալ, մյուս տեղում մնալ։ Ոչ։ Հիմա տեսեք, եկեք նայենք, մենք դուրս են գալիս ՀԱՊԿ-ից։ Դրանով մենք անվստահություն ենք հայտնում Ղազախստան, Ուզբեկիստան, Տաջիկիստան, Կիրգիզստան, որոնք նույն ԵԹՄ-ի անդամն են։ Հասկանում եք։ То есть դուք վեկտորը հետ չես որոշում, պիտի որոշես ով է քո դաշնակիցները, երեք մոտեցում կա, կամ դու գտնում ես ով է քո դաշնակիցը, դուրդ գալիս է, չի գալիս, պիտի գնահատես, նորից եմ ասում, այդ հայեցակարգը պիտի հարցերի պատասխանը տա, ոչ թե մի հոգի։ Եվ դու պիտի ասես, ես այս դաշտում եմ, կամ դու ասում ես ես չես օգնում Շվեյցարիայի նման։ Մենք կարող ենք այստեղ Շվեյցարիա դառնալ։ Իհարկե դժվար։ Հա, դժվար։ Դե մնում է ուրեմն կամ դու այդ դաշտում ես, կամ դու կտրում ես քո կապերը ու ունում ես ամբողջովին այն որ իմ ասում են դիվերսիֆիկացիա պետք է անենք։ Հենց դու հապկից բանից դուրս եկար, դու ունում ես թուրք-ադրբեջանական դաշինքի գիժգը։ Եվ ոչ մի դիվերսիֆիկացիա չես անում։ Եվ մեր ճանապարհը վեկտորը դեպի Եվրոպա, դա ուղիղ վեկտորը Թուրքիա, Ադրբեջան։ Եվ կշիռը ներողություն մի բան էլ ասեմ։ ՆԱՏՕ բարձա Ուկրաինային չեն ընդունում։ Իսկ Ուկրաինայի կշիռը ՆԱՏՕ-ի համար դուք պատկերացնում եք դա ինչ է։ Եվ իր խնդիրները ԵՄ-ել չեն ընդունում, Վրաստանին էլ չեն ընդունում։ Չեն ընդունում, չեն էլ ընդունում։ Ես հիմա մի բան կարող եմ հստակ ասել։ ՆԱՏՕ եւ ԵՄ մեջ չեն դառնա անդամ։ Չենք դառնա եւ մեզ խափելով մեզ պետք չէ Վրաստանը որը նու ի տարբերություն մեզ ասենք թե Վրաստանը առաջի օրվանից իրոք օբյեկտիվ ձգտել է եւ ամեն ինչ արել է դրա համար նույնիսկ պատերազմը Ռուսաստանի հետ չօգնեց եւ ինքը հիմա ասում է ես փակում եմ այդ թեման ընդունում է օրենքներ գործակալների մասին որպեսզի ինքը ինչ անում, ինքը նվազեցնում է ազդեցությունը Եվրոպայի, ինչի Եվրոպան դեմ դուրս եկավ, ասես սա ռուսական օրենքը, թե չգիտեմ ինչ։ Այդ օրենքը ամենաառաջին ընդունել է Ամերիկան։ Եվ դա կարելի ասել Ամերիկայի հիմնադրման օրենքն է։ Մենք շարունակենք զրույցը մի քիչ հա ձեզ որպես մասնագետի, ուզում եմ հարցնել արդիականացման մասին բանակի։ Մենք ունեինք ավանդույթներ, որոնք հիմնել են բացի քաղաքական ղեկավարությունից սովետական գեներալները, Տեր Թադևոսյանը, Տեր Գրիգորյանը եւ այլն, հա։ Այդ ավանդույթները մեզ հիմա ինչ որ բան տալիս են, թե դրանք հնացել են, արդեն հնարավոր չի դրանցով առաջնորդել։ Դե հիմա տեսեք ինչա, առաջի կարևորագույն
հարցը, որ մեր էլիտան, մեր մտավորականները պիտի պատասխան տան, որի պատասխանը մենք չենք տվել, ավելի ճիշտ տվել ենք, բայց սխալ, թե ինչի մենք հաղթանակ տարանք առաջի պատերազմում, գործոնները շատ են, բայց ինչի ում շնորհիվ է ձև ասենք, ով կազմակերպեց հաղթանակը, նու ես միշտ դա ասում եմ, հաղթանակը տեղի ունեցավ մեր ժողովրդի ցանկությունով, որպեսզի վերականգնեն պատմական արդարությունը, դա հիմքն էր հաղթանակի, մեր ամբողջ ժողովուրդը նպատակաուղղված էր, միասնական էր ի տարբերություն այսօրվա, միասնական էր, դուք շատ լավ հիշում եք, ինչպես էին մենք միցինգներին մասնակցում, ինչպես ժողովուրդը գնում էր պատերազմի կամավորականներ, մենք զորակոչ չունեինք սկզբնական փուլում, ես որ եկել եմ ու ընդունել եմ Վազգենից ամբողջ զինված ուժերը 91 թվին, այնտեղ ոչ մի զորակոչ չկար, առաջի զորակոչը ես եմ անցկացրել 91-ի վերջին, առաջի զորակոչը, չունեինք, բոլորը կամավորականներ էին, Էդի մյուսը այդ կամավորականները, ջոկատի հրամանատարները մեր, կրտսեր հրամանատարները, դրանք ծառայել են սովետական բանակում, մենք հաղթանակած ոգին, մեր Թամանյան դիվիզիայի, մեր հայրենակիցներ, որոնք հաղթանակ են տարել, մենք դրա վրա ենք դաստիարակվել, իմ հայրս, իմ երկու քեռիները պատերազմի մասնակից են, Թամանյան դիվիզիայի մասնակից են, իրանք ինձ փոքրուց պատմում էին, այդ հաղթանակած ոգին, բոլորը մեր ընկալել ենք այդտեղից, հետո հայրենական այդ աշխատանքները, որ տարվում են, վայնկոմատներ, հայ նսերականա, վայնկոմատներում ամենտեղ, ով էր անում դա, կինոները մի հատ հիշեք սովետական, բանակի մասին։ Բայց այդ անցյալում է, դա այլևս չի աշխատում։ Ես վերում եմ, մենք դի հասկանանք, այո, եթե բանակը ու ժողովուրդը միասնական չեն, դա հաղթանակի չես ասնի, մյուսը, եթե դու չունես լավագույն սպաներ, պատրաստված, իսկ մենք ունեցել ենք Անդրեասյան, Դարի Բալտայան, որոնք ռազմավարական օղակի հրամանատարներ են եղել, Սովետում, օկրուգի շտաբի պետ է եղել, Միչայլոց ասեմ, այդ շտաբի պետ ու օկրուգի հրամանատար նշանակում էին միայն ուկրաինացի, բելարուս և ռուս, այդ հայ է եղել վստահություն է եղել, դա լրջագույն ինքնուրույն պաշտոն է, դու կարող ես գնդի հրամանատարել, բայց դա ինքնուրույն պաշտոն չի, մենք մոտ այդ նյուանսները լավ չեն պատկերացնում։ Տեր Գրիգորյանը ցամաքային զորքերի հրամանատար էր սովետական։ Չէ, ինքը ցամաքային զորքերի զորահավաքային վարչության պետն էր, շտաբի պետի տեղակալ։ Ես ուզում ասեմ, մենք հաղթանակը տարել ենք այսպես, բայց մենք սովետական բանակ չենք կառուցել, մենք ուզենայինք էլ չենք կարող։ Միշտ այդ հարցը տալիս են, որ մենք կառուցել ենք սովետական բանակ։ Ակունքներում ես եմ կան, ստրուկտուրան, հատուկ գունդ, այս ամեն ինչը մենք որ սարքել ենք, սովետական միության բաների հետ, կառուցվածքի հետ կապ չի ունեցել։ Մենք օրենքները ռազմական, հաշվի առնելով մեր տեղական առանձնահատկություններ, այդ ձև ենք կառուցել, և կառուցվածքը, մենք այդ սպառազինությունը չունեինք, և այդ իշնորհիվ այդ գրագետ մարկանց, մենք կարողացանք ճիշտ կառուցվածք ստեղծել, ճիշտ պլանավորել և հաղթանակ տանել։ Հիմա անդրադառնում եմ ձեր հարցին։ Հիմա մենք լուրջ պրոբլեմներ ունենք սպաների, կադրային սպաների որակի և դաստիարակության հետ կապված։ ՆԱՏՕ-ն մեզ չի օգնի այդ առումով։ ՆԱՏՕ-ն մեզ հակառակը կօգնի։ ՆԱՏՕ-ից պետք է վերցնել բաներ, այո, ՆԱՏՕ-ից պետք է։ ՆԱՏՕ-ում հասկանում եք ամենամեծ փորձը եւ ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք պատերազմների մասին, պետք է խոսենք մարտական փորձի մասին։ Մեր բանակը ունի ավելի մեծ փորձ, քան Ֆրանսիայի բանակը։ Ֆրանսիայի բանակը ընդհանրապես ռազմական փորձ չունի։ Նա երկրորդ համաշխարհային պատերազմում 45 օրում հանձնվեց։ Ամենալավագույն ռազմական գիտությունը եւ փորձը դա սովետական բանակին է եղել, Գերմանիային։ Գերմանիան այս տարիների ընթացքում գնալով բանի ճանապարհով կանայք նշանակելով պաշտպանության նախարար եղել է։ Դուք սեքսիզմով եք զբաղվում, պարոն գեներալ։ Չէ, այդ հարցը կանայք չեն, հարցը նրանում է, որ Գերմանիայի անվտանգությունը պաշտպանում էր Միացյալ Նահանգները։ Չէ, հիմա ես գալիս եմ, այդ դուք ճիշտ բան եք ասում։
Ինչի են իրանք կանանց նշանակում, որտեվ Եվրոմիության անվտանգությունը եւ Ամերիկայի ապահովվածը, որը մի պետություն չի հարձակվի իրանց վրա, դրա համար իրանք այտենց ոնց ասած հանգստացել են ու կարող են այսպես բաներ քաղաքացիական նախարար նշանակել, այո, բայց փորձի տեսանկյունից Ֆրանսիան չունի, Գերմանիան ունի, բայց հիմա ինչի հասել, դե խնդիրներ ունեն, իրանք զորավարժություն են անցնում, ուզում են 200 մարտունակ տեխնիկապես պատրաստ տանկ չկարողացան հավաքել։ Հիմա Ամերիկան էլ, այո, ինքը գեր հզոր բանակա, ինքը հագեցած է տեխնիկայով ժամանակակից, բայց ինքն էլ լայնածավալ պատերազմի փորձ չունի, մանավանդ ժամանակակից։ Հիմա կա երկու բանակ, որ ունեն այդ փորձը՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Իսրայելը մի քիչ ուրիշ է։ Իսրայելը ինքը չի կռվել բանակների դեմ։ Ինքը կռվում է Խամաս, Հեզբոլլա, դա պարտիզանական շարժումներ է, ինքը լայնածավալ բաներին չի կռվել։ Դրա համար դա չի կարելի։ Հիմա միակ փորձը որ ունի Ուկրաինան է եւ Ռուսաստանը, ժամանակակից։ Իսկ ես ձեզ ասեմ, որ գիտությունը, դա կլինի մարտավարությունը, օպերատիվ արվեստը, ռազմավարությունը, որտեվ 3 օղակը ամբողջովին փոխվել է։ Այս ժամանակակից պատերազմները ATS-ներով այդ ամեն ինչով փոխվել է եւ հիմա բոլոր այդ հրամանները, տակտիկական մոտեցումները փոխվել է ամբողջովին։ Հիմա պատերազմը ոնց որ ասենք թե եղել է 20 տարի առաջ, չկա այդպեսի պատերազմ։ Այն ժամանակ ոնց որ ասենք թե կուտակում էին մեծ քանակի զորք, զրատեխնիկա ու հարձակվում էին։ Հիմա դու չես կարող կուտակել դա։ Մի մասնավոր հարց, էլի որպես մասնագետի շատ հետաքրքիր է։ Հիմա ասում են քաղաքական ուժերը եւ իշխանությունը տարիքը ժամկետը ծառայության, հա, 2 տարուց դարձնենք 1.5 կամ 1 տարի, ինչպես եք դրան վերաբերվում։ Շատ վատ։ Շատ վատ։ Երբ որ լինի ռազմական դոկտրինը, որը կունենա հայացակարգից ով է սպառնալիք ռազմական առումով, այդտեղից կբխի մեր բանակի քանակը եւ զորահավաքային ռեսուրսը։ Եվ երբ որ մենք կունենանք այդ թիվը, մենք կհասկանանք, որ 1.5 տարի, 1 տարի դա չես ապահովի դու այսօրվա շփման գծի անվտանգությունը ու չես պատրաստի զորահավաքային ռեսուրս, ինչը որ մենք ունեցել ենք 20 թվականի պատերազմին, որտեղ ամենամեծ թույլ օղակը եղել է դա մոբը, այդպես ասած, որտեղ մենք մոբ չենք պատրաստել։ Այսինքն հաշվելու բան է։ Այո, հաշվելու բան է։ Դա մի կողմից դա ասեցի ապահովել այսօրվա մարտական ծառայությունը, տեխնիկայի սպասարկումի խնդիր է լուծում զորակոչը։ Մյուս խնդիրը դա դու պետք է ունենաս պատրաստված մոբ, այդպես կոչված զորահավաքային ռեսուրս պետք է ունենաս, իսկ ինքը պետք է ծառայի, հետո գնա, չէ՞, դա երկրորդ խնդիրը։ Եվ ամենակարևորը, նայեք, ես զինվորականի ընտանիքից եմ եղել, միշտ գարնիզոններում եմ ապրել, ես առաջի դասարանում տանկ եմ վարել, կրակել եմ գնդացիրիզմ, то есть այդ բաների մեջ եմ եղել։ Բայց երբ որ գնացել եմ ռազմական ուչիլիշը, ես զինվորական եմ դարձել 3-րդ կուրսից հետո։ Ինչ այդ իմ մոտ ջարդվում էր իմ մոտեցումները, իմ ընկալումները, զինվորականը դա առանձին բարոյ հոգեբանական վիճակ է։ Ինչի, որտեղ դու պետք է պատրաստ ես համար մեկ զոհվելու։ Դու գնում ես բանակ ինչի, պաշտպանելու քո հայրենիքը։ Դու պետք է պատրաստ ես զոհվելու, դա մի խնդիր, մյուս խնդիրը դա դու պետք է կամք ունենաս հրանք տաս, որ ուրիշները գնան զոհվեն։ Եթե սպա ես։ Եթե սպայի մասին է խոսքը գնում, հա, բայց զինվորն էլ ինքն էլ է մարդ պատերազմի ժամանակ, չէ, եւ սա ամենադժվարին անցումային փուլն է, երբ որ ժամանակ է պետք։ Ինչ ժամանակ։ 2 տարի հաշվառված 2 տարի։ Եթե մենք դա չենք անում 2 տարի, կրճատում ենք, մենք ի վնաս այդ զինվորականի պատրաստել, որտեղ ինքը ապրում է այդ զրկանքների մեջ, կոլեկտիվի մեջ, խրամատներում է նստում, մի տարում նա չի հասցնում կամ 1.5-ում, հասկանում եք։ Եթե մենք ունենք հստակ դոկտրին ռազմական, այդ բաները դուրս կգա։ Մի հարց, որը
շատ է հիմա շահարկում, նախընտրական էլի ձեր ասած, հա, որ 20 թվականին ամեն ինչ թալանված էր, որ մենք ոչ միայն 80-ականների զենք չունենք, այլ ընդհանրապես կոնսերվի բանկեք ունենք եւ այլն։ Այդպես էր, թե այդպես չէր։ Չէ, նո այդպես չի, իհարկե։ Թերություններ եղել է։ Հիմա ասում եք, ինչքան կարևոր է, որ մենք չենք պատասխանել, ինչի մենք կարողացանք հաղթել առաջի պատերազմում, չէ՞։ Պետք է իմանանք։ Երկրորդը, իսկ ինչի ենք մենք պարտվել։ Այդ պատասխաննել չունենք, բայց այն ինչ որ չի եղել ոչ մի բան, դա իհարկե չի համապատասխանում իրականությանը, 20 օր Ադրբեջանը չի կարողացել Թուրքիայի հետ Իսրայելի հետ միասին ճեղքել մեր պաշտպանություն 20 օր ունենալով այդպիսի առավելություն Թուրքիայի մասնակցություն, Թուրքիան ուղղակի մասնակցել է։ Ուղղակի մասնակցել է F-16-երը, որոնք զորավարժություններից առաջ հուլիսին բերեցին, իրանք գնացին Գյանջա, Կիրովաբադ, այդ ձև ասած, ու իրանք այնտեղ մարտական ծառայություն էին իրականացնում, նույնիսկ խփել են մեր ինքնաթիռ, ու ուղղակի մասնակցել է։ Էրդողանն ասում, այստեղ պետք չի ապացուցել, ասել է մենք ոնց որ Ղարաբաղ մտանք Լիվիա, կմտնենք նաև Երուսալիմ, փաստ է դա։ Եվ այդ պարագայում, ասենք թե ասել որ չի եղել ոչ մի բան, դա չէ։ Թերությունները եղել են, եւ հիմա ես ուզում եմ դա անպայման ձեր մոտ շեշտեմ, որ թերությունները եղել են պետական մակարդակով։ Պետական։ Իսկ եթե պետական մակարդակում կա բաց թողում, բանակի մակարդակով դա ուժեղանում է այդ բաց թողումը։ Իջնում է ներքև միջև մարտավարական օղակ, դառնում է պարտություն։ Պետական թերությունը ո՞րն էր ամենակարևորը։ Ամենակարևորը ասեմ ձեզ, չի եղել հայեցակարգ։ Պետությունը պատերազմի չի պատրաստվել։ Դրանից բխող մյուսը պիտի լինի ծրագիր պետությունը պատերազմին պատրաստելու, դա էլ չի եղել։ Ես իմ ժամանակ արել եմ, մտցրել եմ անվտանգության խորհուրդ, հիմա տեղյակ չեմ ինչ վիճակում է։ Չի եղել այդ ծրագիրը, դա երկու գլոբալ բաց թողում, то есть պետությունը չի պատրաստվել դրան։ Երրորդը մեր օրենքները, նայեք, մեր պաշտպանության մասին օրենքը 17 թվի է։ 17 թվի է օրենք, որը պրոբլեմատիկ է։ Այնտեղ այնպիսի բաներ է գրված, որ դե օրինակ բերեմ, ասենք թե շտաբի պետը ենթարկվում է նախարարին խաղաղ ժամանակ, պատերազմի ժամանակ ենթարկվում է գլխավոր հրամանատարին, բայց դա չի նշանակում, որ չկարգավորված հարցերում ինքը չի ենթարկվում պաշտպանության նախարարին։ Բարդ է։ Ընդհանրապես, լավ ասեցիք, վերջի հարցը թերևս խորհրդանական համակարգ, չէ՞։ Պարզ չի վարչապետը, եթե խորհրդանական համակարգ է, ես կողմ եմ որ լինի կիսանախագահական, բայց լավ, այդ կարևոր չի։ Խորհրդանական վարչապետը գլխավոր հրամանատարն է զինված ուժերի, թե շտաբի պետն է։ Պատերազմի ժամանակ ինչպես է, առանց պատերազմի ինչպես է։ Դա անթույլատրելի է, то есть նաև սահմանադրությունը, մեր սահմանադրությունը չի համապատասխանում մեր սպառնալիքներին, հայեցակարգ չկա, զինված պետությունը պատերազմին պատրաստելու չկա, օրենքը չի համապատասխանում այսօրվա իրավիճակին, հասկանում եք, վերջ, պետությունը պատերազմին չի պատրաստվում, վերջ, ու ավել բան պետք չի ասել, իսկ այդ թերությունները իջնում են բանակը, իր թերությունն է ունեցել, իջնում է ներքև, դառնում է պարտություն, եւ ամենակարևորը, ոնց կարող է բաժանել նախարարությունը քաղաքացիական, շտաբը զինվորական, գլխավոր զինվորականը դա շտաբի պետն է, իսկ օրենքները գրած հակասում են իրար։ Եթե նա պետն է, բայց նախարարը ինչով պիտի զբաղվի, եւ այնտեղ հարցեր կա, որ ես չեմ ուզում հիմա մանրամասել, հակասությունների է բերում դա։ Նախարար, շտաբի պետ, որտեղ հստակ չի ամեն ինչ։ Հետո ոնց է պատկերացնում, մի համակարգով ես ապրում, պատերազմը սկսում ես փոխել համակարգը։ Որտեղ այդպես բան տեսած։ Նախորոք պետությունը պետք է պատրաստ լինի պատերազմին։ Այո։ Որտեղ պատերազմը պետությունն է, ոչ թե բանակ։ Միանշանակ։ Մեր կան մարդիկ, որոնց հարցնում են անվտանգությունը ռազմական ինչ ասում են, դե բանակը եւ արտաքին կապերը, ոչ, պետությունը, որտեղ ասենք թե թատերաբեմը պիտի պատրաստես, ճանապարհներ կառուցես, ամբողջ պետական մարմինը, առողջապահության նախարարությունը, ինքը պիտի ունենա ինչ պատերազմ, ասում եք դա հաշվարկներ է, ինչ պատերազմ է լինելու, ինչքան վիրավոր է լինելու, ըստ դրա ինքը պիտի նախապատրաստի իր համակարգը, ոչ թե միայն ԲՆ-ի առողջապահության վարչությունը, հասկանում եք, պետությունը եթե պատրաստ չի, բանակը ոչ մի չի կարող անել։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի գեներալ լեյտենանտ Վաղար Շաքարությունյանի հետ։